Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հուլիսի 6։ Բայց միշտ քեզ հետ եմ, դու իմ աջ ձեռքիցը բռնեցիր։ Սաղմոս 73-րդ գլուխ 23-րդ խոսք։ Աստված չէր թույլատրի, որ իր ժողովուրդը փորձության ենթարկվեր, եթե իր շնորհը բավարար չլիներ ոչ միայն նրանց վնասից պահպանելու, այլև հենց այդ փորձության միջոցով նրանց օգուտ բերելու համար։ Այս փորձությունը, նախանձի և դժգոհության ներգործությունը չափազանց ցավալի է։ Սաղմոսերկուն անդրադառնալով դրան խոստովանում է, որ ինքն իրեն այսպես տանջել է իր հիմարության և տգիտության հետևանքներ։ Եթե անգամ աստվածավախ մարդիկ երբեմն փորձության անսպասելի ուժի ազդեցության տակ ոչ ճիշտ մտորումներ ունենան, խոսեն կամ գործեն, ապա հետագայում այդ ամենը կհիշեն վշտով և ամոթով։ Պետք է գիտակցենք, որ փորձության մեջ մեր ապահովությունը և մեր հաղթանակը պետք է վերագրենք ոչ թե մեր սեփական իմաստությանը, այլ Աստծո շնորհառատ ներկայությանը մեզ հետ և Քրիստոսի բարեխոսությանը մեզ համար։ Բոլոր նրանք, ովքեր իրենց անձը հանձնում են Աստծուն, կառաջնորդվեն նրա խոսքի և նրա հոգու խորհրդով, այս կյանքի լավագույն խորհրդատուով, և ի վերջո կընդունվեն նրա փառքի մեջ գալիք աշխարհում։ Այդ փառքի հանդեպ հավատքով լեցուն հույսն ու սպասումը մեզ հաշտեցնում են Աստծո նախախնամության նույնիսկ ամենամռայլ դրսևորումների հետ։ Այս ճշմարտությունը սաղմոսերկուին մղեց էլ ավելի ամուր կառչելու Աստծուց։ Նույնիսկ երկինքն ինքնին չէր կարող մեզ երջանիկ դարձնել առանց մեր Աստծո ներկայության և սիրո։ Աշխարհը և նրա ամբողջ փառքը անցողիկ են և կորչում են։ Մարմինը տկարանում է հիվանդության, ծերության և մահվան պատճառով, և երբ մարմինը սպառվում է, թուլանում են նաև մարդու ուժը, քաջությունը և մխիթարությունը։ Սակայն մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոստանում է լինել ամենը յուրաքանչյուր խեղճ մեղավորի համար, ով հրաժարվում է բոլոր մյուս ապավեններից և վստահություններից։ Մեղքի պատճառով մենք բոլորս հեռացել ենք Աստծուց, իսկ եթե Քրիստոսին դավանելով հանդերձ շարունակենք ապրել մեղքի մեջ, ապա մեր դատապարտությունն ավելի մեծ կլինի։ Եկեք հավատքով և աղոթքով մոտենանք մեր Աստծուն և մշտապես մնանք նրա մոտ, փորձառությամբ ճանաչելով, թե որքան բարի և օրհնաբեր է այդպես ապրելը։